Այլոյ սիրելի հետևորդներ ջան, առավոտվանից դրսում գործեր եմ անում, արևա, բայց շատ ցուրտ է, հոգնեցի, եկել եմ մի բաժակ կոֆե խմեմ ձեր հետ, դուք էլ ձեր կոֆեն դրեք, սիրելիներս, և կոֆեն խմելուց հետո պետք է էլի գնամ շարունակեմ իմ գործերը, բացը պետք է լրացնեմ, երեկ մարտի 8 նշեցինք բոլորս, ուրախացանք, ուրախացրինք, այսօր աշխատանքային օր է, բայց ես ազատ եմ, գրաֆիկով իմ ազատորն է, լվացքել եմ միացրել, 30 րոպեի վրա ասեցի դե, այս ընթացքում լվացքս էլ կլինի, տեսնում եք, որ տաք եմ հագնվել, ժակետս էլ եմ հագել, ահա, կոֆեն լցնեմ, ուրեմն սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ շնորհավորել ևս մեկ անգամ բոլորիդ սիրելի կանայք եւ աղջիկներ, մի ամսյակի առիթով, մի ամիս մեզ շնորհավորելու են, դե տղամարդիկ, սինվեք համբերությամբ, դա իմ սիրելի խոսքն է, սիրելի հետևորդներ ջան, քանի որ կանայք նուրբ լինելով նաեւ կմահաճ ենք, մեր կանացի բնազդով ունենք կմահաճություններ, կամակորություններ, մենք միշտ ուզում ենք լինել սիրված, լինել աչքի առաջ, ուրեմն լավ ժամանակ ենք անցկացրել բոլորս էլ, և ուզում եմ ասել, մեր կերած խմածը անուշ լինի բոլորիս, սիրելի հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք, իմ մրգերը այստեղ է, և ոչ մի բան գազօջախի վրա չեմ պատրաստել, միայն բանան եմ ճաշակել, որպես նախաճաշ, շուտով կեսօր է և սա իմ երկրորդ կոֆեն է, տրամադրված չեմ հաց ուտելու կամ էլ սյուզի պատրաստելու, ուզում եմ գնալ գործ անել, սիրելիներս, քանի որ երբ որ իմ ազատորն է լինում, ամբողջ օրը տանն եմ լինում, ավելի հանգիստ եմ կարողանում իմ բաղուբաղջում գործեր անեմ և ավելի, ասենք, ինձ հանգիստ եմ զգում, բայց որ շտապելով եմ գործ անում, կիսատ եմ անում տեղ-տեղ, այդ հենց կիսատ գործեր լիքը ունեմ, շուտով մեքենան էլ կպտտի, կվերջացնի լվացքս էլ կփռեմ, հետո կգնամ արևում դուրս է գալի միններ է մտնում, ուզում եմ այս բակային հատվածը մաքրեմ, մի հատ որ ուստեղ մաքրեմ այս բակային հատվածը, կիսատ է մնացել, արդեն ես ինձ հանգիստ կզգամ, որ մի հատ մտնեմ բախչեն, արդեն հանգիստ կլինեմ, իմ կոֆեն եփեց, այսպես, առավոտ շուտ շներին էի բաց թողել, նրանք վազվզել են, հետո իրանց փակեցի, հավերին եմ բաց թողել, ու դե գիտեք, որ բաց եմ թողում ինչքան անհանգիստ եմ լինում, ես գնամ իմ կոֆեն դրսում խմեմ, հավերիս էլ հետևամ, հետո գործանելու ընթացքով ձեզ կմիանամ, սիրելի հետևորդներ ջան։ Հավերս արոտի են ելել, հանգիստադրությունը, ես էլ գործանելուց առաջ լամի հատ վերև մտիկ անեմ, տենամ երկինքը, ինչ վրանգի է, ինչ ասում, բա սև ամբերել աղվակվել, դե մարդն է, իր ագժություններով, հլա տենանք ոնց կլինի, աստված տա, մեր կողմից լի, մեր գիժմարտը, այս կողմերը այս վիճակն է, բայց Վրաստանի կողմերը ինչպես միշտ պարզ է ու ավելի լուսավոր, քանի որ կլիմայական գոտով Վրաստանի կողմերը ավելի տաք է, ճոճկանն էլ է այդ գոտում գտնվում համարյա արև կող, այդ սարի լանջին, դե գնամ գործս սկսեմ։ Ես իմ գործիքնին վիր եմ կալել, քանի որ գործես ըստի է, ես էլ դեղանյութ է, այն որը սպիտակացնում ենք ծառի, այդ ներքևի մասը, ես էլ է պետք, ըստի տեղը մի քիչ թեքն է,
Բայց թե ես հնարավորինս հենց արել եմ, որ դուք տենաք, թե այսօր ինչ գործեր եմ անում։ Ահա։ Հագնում եմ իմ կոշտ ձեռնոցները, էտելուց ետը, այն մանրեմունդրը, ճղկները հվաքել չեմ։ Ամեն անգամ մի բան խանգարում է, գործերս ըստի ինձ կիսատա սիրելի հետևորդներ ջան։ Ես մի հատ էս կոմ հլա, էս է, թեխի եմ բերել, քանի որ այն էտելու վաղտը թե կհիշեք, սղոչս չաշխատեց ու հենց է, ըստի մի հատ կտրելու բան կար կիսատ մնաց էլի, այ ըստի ավելորդ բան կա, հլա էտ էլ կտրեմ ու նոր գործ անեմ։ Չել տեղը անհարմարը, հլա տենամ, բալ, դիմ սիրան պոկեմ, Hey! հա, Մկրատը հիկա լավ? ուզում եմ պտտվիմ հլագամ ես արանքը, բալի կարենամ ես մի կրնոց անեմ, բայց թե չէ, այդ կողքից էլ չի հարմար, ավելի լավա ես ետ իմ տեղը գամ, ըստի տեղը քարքարոտ ամի քիչ, սիրելի հետևորդներ ջան, բայց այդ քարքարոտ տեղը ես ուզում եմ ծաղկացնեմ, այստեղ ցենին 7 տարեկան է, ես եմ ստեղ վերել ցանել, տնկել ծառը, խնամել, որ այսքան մեծացել է, այս բիթակը ստի որ կտրել եմ մնացել է, այս խանգարում է իրան, այս պետք անպայման կտրեմ, որ ծառին չխնգարի, լամն էլ փորձեմ, կարող է տակի կրնուց հլա ձեռնոցը հանեմ, այս էլ է, որ թողում չի մատներս զգամ, ահա, այս շատ կարևոր է, որ կտրեմ, ոյ, չէ, վերևից, ենքան պետք է պտտեմ, ես անպայման կտրեմ, այսենց, մի հատ այսենց, ոնց որ թե ձևը կդա ավելի հարմար, այսենց կրանալով, ամեն մի գործ իր անարգությունները ունի, որ ասենց ոտով, չէ, մի հատ էլ վերևից, դեղցենու այս փետը շատ պինդ է ինքը, պոկեցի, ընդհամենը սա, որ իմ ծառին համ տգեղացնում էր, համ էլ խանգարում էր, այդ ներքև եմ գցում, քանի որ այս մանր-մունր ջախերը, որ հվակ եմ փոծխով, ներքևն եմ կրակ վառելու, ահա, բայ շատ հարմար է այս էլեկտրական սղոցը մեր ձեռքին, սիրելի հետևորդներ ջան, եթե իմ նման գործեր եք հանում, անպայման ձեռք բերեք, վստահ, խորհուրդ եմ տալիս, շատ լավ բան է, այս վերևը դնեմ, հետո արդեն սկսեմ գործս, քանի որ պետքա չաշկա անեմ, փապկացնեմ ծառի որքը, մի հատ ստեղ մաքրեմ, այս քարերը, օրինակ այս քարերը ես այս վերևում սենց իրա շուրջը թողում եմ, մի տեսակ իրա կլորությունը պահում է, բացի հետ էլ ստեղ շատ քարեր կա, միշտ ասել եմ, որ ստի այսքան տեղը գարաժայել էր սարքած, հետո քանդել ենք, մի խոսքով ստի քարքարոտ մասա, այդ քարերը հեռացնելով, այսքան տեղի ֆողը համեմատած լավն էր,
որոշեցի, որ ստի դեղցեն ու ծարցանեմ, համին իմ տան առաջը սիրուն կլի, իրա տերևները, սենց են աշնանկողները, որ մի հատ հայտարարեցին, որ չի կարելի տերևները վառել, հենց է մնացել է, հմի իմ ծառին մաքրեմ, ազատություն տամ, որ հողը շնչա, այդ օրերին, որ այդ հայտարարությունների մասին շատ էր ասվում, շատ էր գրվում, մարդիկ վախենում էին, թե իրաց բաղ ու բաղջում կրակ անեն, ծուխ անեն, խորհուրդ էին տալիս մեզ, որ տերևը լցնենք ծառի, այս բունը հետո թողանք, բայց սիրելի հետևորդներ ջան, այդ տերևը սխմվելով ծառի այս կլոր մասում, իրա չաշկում, ինքը մի տեսակ օդը փակում է, չի թողում, որ հողը շնչա, դրա համար պետք է մենք շատ հապկացրած պահենք, հատկապես գարնան շրջանում, որ մեր ծառերը շնչեն։ Հիմի ես պատրաստվում եմ, որ այս սպիտական նյութը քսեմ, ինքը դեղով բացած է, հատուկ դեղով, եթե անունը հետաքրքրում է այդ դեղորայքի, անկեղծ ես այս դեղի անունները ինձ չի հետաքրքրում, գնում եմ այգեգործական խանութ, ասում եմ ինձ ինչ է պետք, իրանք տալիս են։ Ամեն մի դեղագործական խանութի աշխատող շատ լավ պետք է տիրապետի այդ ամեն ինչին, քանի որ գյուղի մարդիկ այդ տերմիններին այդքան իրանք չի հետաքրքրում, ասենք, իրանց ավելի շատ հետաքրքրում է, ինչպես ինձ, որ այնպիսի դեղորայք տան, որ մեր ծառերը լավը լինեն։ Ահա, մի հատ խառնեմ, քանի որ ինքը նաև չօգտագործելու դեպքում տակն է նստում, հետո սիրունացնեմ իմ ծառին, սա մինչև աշուն մնում է, հիմի էլ որ եղանակ անձրևային չի, իսկական իրա քսելու ժամանակն է, մի հատ այս քանքիչը, այս վեդրոն կիսից ներքև է, այս պետք է օգտագործեմ, հետո նոր թազա կվերցնեմ մնացած ծառերի համար, ու այս են չոտկով քսում եմ, վնասակար միջատները ոչնչանում են, որոնք ձմռանը բուն են դրել, ծառի կեղևում, սիրելի հետևորդներ ջան, ճիշտ այս կապույտներն էլ եմ փչել, բայց այս սպիտակն էլ իր ազդեցությունն է թողնում, նաև գեղեցկացնում է, հնարավորինս մինչև այս ծալքերը, որ ծառը ճյուղավորվում է, այդ ծալքերում են միջատները ձու դնում, հետո սկսում են կեղևի տակից կրծել, մենք էլ ուշադիր պետք է մեր այգիները լավ խնամենք, որ լավ բերք վերցնենք, քանի որ ստեղ տեղը հարմար չի, ես այնց չոքի չոք պտտվելու եմ իմ ծառի 4-ի կրնովը, որ սենց այս տեղանյութը քսեմ, սա չորանալուց հետո լավ սպիտակին տալիս, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ ստեղ գործս կերկարի, կադրից դուրս կամ, կադրից դուրս ներկեմ, արդեն ձեզ պարզ եղավ, ահա, հետո էլի կմիանամ, եղանակը, որ մեր կողմից լի, շատ լավ կլի, գոնե այսօր անձրև չկա, չնայած յուրաքանչյուր մի սենց տեղ, որ մենք փչում ենք ծառերին, կամ էլ քսում ենք, 2 ժամ եթե անձրև չկա, դրանից հետո, եթե կա էլ չի վնասում անձրևը, 2 ժամում ամեն մի տեղ իրա գործունեությունը կատարում է, ահա,
սրտով եկել եմ հասել ես մի կուրը, սիրելի հետևորդներ ջան, շատ հավեսով, շատ իմ սրտով, եղանակը իմ կողմից, ներկեցի իմ դեղցենին, համ սիրուն ալում, համ էլ ծառին օգուտա, այս կողքից, հա, մի քիչ այս կողքից կա, այս կողքից էլ կրանամ, այս կողքն էլ ներկեմ, թեխի այս ծառսը հենց հաճել, էտ էլ աստոց գիտե, ընդհանրապես, որ ծառի այս բունքը, որ արդեն ճուղավորվում է, որ բարձրալում հեշտ են քլում, բայց այս ծառը ի սկզբանե սենց կարճլիկ էր իր աբունը ու թենց էլ ճուղավորվեց, բայց ես դրա հետ հարմարվել եմ սիրելի հետևորդներ ջան ու սենց սիրուն այսքան տարի ես մշակում եմ իմ դեղցեն ու ծառը, դեղցենին շատ օգտակար ծառա, մեր բակերում համ սիրունացնում է, տերևները դեկորատիվ տեսք են հաղորդում, այս ավարդագույն ծաղիկները կբացվեն, դեռ կոկոմները հազիվ է երևում, քանի որ եղանակը ցուրտ է, շուրջ բոլոր ներկեցի, մի քիչ մնաց, հետ էլ պլատենան որ մի ծառին կներկեմ, այս հենց հավեսով, այս մասերում բողբոժներ չկա, սիրուն ձևավորվել է իմ ծառը, ցուրտ է բայց, արև է, բայց ցուրտ է, հիմա ասեց կրանամ, այս կողքով դուրս կամ, պլատենամ են ինչ գործեր եմ անում, ինչ պետք անեմ, այսքան մասը, որ որոշել եմ մաքրեմ, մաքրելուց առաջ, առաջին հերթին դեղցենին պետք է փափկացնեմ, այս չոտկը հանում ենք, էլի փակում ենք, որ դեղի դոզան չգնա, այսենց ամուր փակում ենք ու մի կողք ենք դնում, լապատկենել եմ բերել դե ու սկսում եմ փափկացնել, այս կողմից եմ սկսում, ճիշտ է հողը լավն է, բայց պետք է բերեմ պարարտացնեմ, հավերի տեղը մաքրելու է եկել, ընդեղ որ մաքրեմ, նա լավ խունք է հանդիսանում, լավ պարարտանյութ է, կբերեմ իմ դեղցենու, այս մասը կլցնեմ, հետո քիչ ինքը հող կդառնա, հավերս ինչ են կերել, ցորեն են կերել, այսին շատ մեքենաներ կա ստեղ, եկը մեկին ճամփա են տալի, այդքան մասը մի քիչ նեղա մեր ճամփեն, սևահողը սիրում, էրես տանգնում, այսենց, ու կշնչա արդեն հողը, իմ ուշկու միտքը երկնքումն է, այդ սև ամպերը քամին դեզդեն ակշում, պլատենանք ինչ կասե, այն վերև իմասն է մի քիչ քարոտ, այս կողքն արդեն լավն է, Սենց արդեն կլորացնեմ, ոչ մի գործ հեշտ չի սիրելի հետևորդներ ջան, ամեն գործ իր դժվարությունն ունի, բայց որ սիրով ենք անում, այդ դժվարությունները չենք նկատում, չենք զգում, օրինակ ես, որ սենց գործ եմ անում, իմ սիրտն ու հոգին ավելի լավ զգում, հետո մի ազատ օր, որ այդ օրը անձրևախապ անալում կամ էլ արդեն այս գործերն ավարտած եմ ըլնում, հետ եմ դառնում
մտիկ եմ անում, հետո հիանում եմ։ Այս սենց պտտվեն, օպա, կամ ես մի կողկը։ Ստեղ երկու հատ ճյուղ եմ թողել, բայց երևի էտ էլ կետեմ, թեղի եմ թողել, չգիտեմ, մտածել եմ լավը կլինի, բայց արդեն նկատվում է, որ այս սրանք երկու հատ փոքր կա, իմաստ չունի դրանցը տեղ մնալը։ Այդ կարոտ տեղին ենք հասել։ Ստեղ մեկ ախոտ էր։ Սրա արմատը շատ խորն է գնում, այս են կապույտ ծաղկող ծաղիկն է, տեղուները դրանից նեկտար են տանում, ծաղկափոշի են տանում, մեղրատու բույս է, բայց որ սենց իրա տեղում չի աճում, դա արդեն մեզ պետք չի գալի, քանի որ ինք հայ սենց բոյ է քաշում, մնաց այս մի կողկը, երկու պատկաբեր անել, ստյան պապկացնեմ, ու իմ բեղցենին իրան լավ կզգա։ Կնությունն էլ մեր կողմից լի, որ մեր արած գործերի արդյունքը տենանք։ Այս ես հենց, արդեն պատրաստ է։ Ընդամենը մի քանի րոպե, բայց լավ գործ արի սիրելի հետևորդներ ջան։ Այս 4 սիկուրն էլ կարգավորեմ ստի էլի մոլախոտա, ես էլ հեռացնեմ ու վերջ։ Բեղցենի սիրունացավ։ Մեկ մնում է այսքան տեղը փոցխով մաքրեմ, սիրելի հետևորդներ ջան, որ մաքրեմ, տանելու եմ, ներքև եմ լցնելու, ստեղ էլի էտելու գործեր կա, այս ներքիշարի վարդերը չեմ էտել, այս ծերնոսները շատ տաք է պահում մատները, ստե ավելի լավ, մի փոքր շունչ քաշեմ, հետո շարունակեմ, հետի մկրատը, սղոցս, այս կողմ եմ բերում ու մի 5 րոպե շունչ քաշեմ։ Անուշն էլ շունչ քաշեց, այ, ասեք։ Էդ որ ասի գնամ մի 5 րոպե շունչ քաշեմ, դե գիտեք, որ տունը ճամփի գրաղին է, բայց ասեմ, որ շատ հաջող ընթացավ էդ իմ 5 րոպե շունչ քաշելը, սիրելի հետևորդներ ջան։ Ես ուզում եմ էտելու մա ձեռնոցը պետքը չի, մանավանդ որ ամփուշ մոշնա, այս շարքումը վարդեր կա, այդ վարդերն եմ ուզում շատ շուտ էտեմ, գոնե էտեմ էլի, եթե չհվակեմ էտածը, գոնե կետեմ էլի, որ բույսը իրա բնականոն ձևով աճի, ուրեմն ստի էլ ծալվել է կոտրել, ստյան էտեմ ուրեմն, քանի որ այս ամփուշ մոշի թուփը, այս ճղկները բարակ է, Մեմենսը հետ ջլատվում է, պետք է ուշադիրել ենք, համի զրիցանեմ նոր գործանեմ, քանի որ ես արդեն պետք է ուշադիրել եմ։ Կհիշեք, որ բաղջում է նստած, այդ սխտորը, որ պետք է ցանեի, այդ տեղը մաքրեցի եւ այլն, որ խրոված անեի, սարձելկայի, հետո անցկենող կար, իրա հետ զրիցարի, դուք էլ լսեցիք, որ ասի դրուժբետ շխատում է, դեն, Այդ մարդն անցկեներ, էտա բարե, բայլուս, հա, էտա ասավսորգնատ եմ կգամ, այդ տխլքերը վեր կտամ, շատ ուրխացա, գործս առաջա գնում, սիրելի հետևորդներ ջան, այդ շատ կարևոր է, այդ տխլքերը, որ տենց, 100 տարվա ծառեր են, հետո պետք է ջահելացնենք, այդ մասին, որ ընդի գործանելիս լիմ, ընդի կպատմեմ, մի խոսքով, Արևն էլ ես լավ զրիցիս վրա դուս եկա, հետայ, որ ասում եմ, մին մերա մտնում, մին դուս ագալի, գիժ մարդն է, մենակ թե խելոք գժություն անե, չարաճճի բաներ չանե, կշա, հավերը եկել են ձենիս վրա,
Ահա, այս լասրամ ինքշեմ, գնացեք նա, սաղ բաղը կանան չա, գնա, ողի ֆոտի վրա հավը գալիս ա, սիրելի հետևորդներ չան, ուրեմն, զրիցը եկավ են աստիճանի, որ ասին չա պետք որ ես անեմ, ասա բադե բենզին չունիմ, յուղը ունիմ բենզին չունիմ, ասի դեկացի բերեմ գումարը տամ, դու գնա բենզինը արբի, հետո կգաս, այդ գործը կանես։ Կազմակերպել եմ այդ ամեն ինչը, սիրելի հետևորդներ ջան, գիտեք, որ այս տարվա շրջանում սաղս էլ զբաղված ենք, հենց այդ մարդը ինքը շատ բաղուբաղ ունի զբաղված է, բայց հարգելով ինձ, հա, դե գոնե ասի բենզինի գումարը տամ էլի, ամոթա, սա իրա հաշվի չլիխու։ Վերջը, երեսն էլ ա լավ բան էլի, մի խոսքով մենք էլ մերն ենք ուզում անենք, որ շատ չի էլի մանչինք, ասենք եթե այդ տվյալ մարդը մեզ հարգում ա գալիս առանց գումարի գործ անում, նման դեպքերում գոնե բենզինը յուղը մենք ենք ուզում առնունք, այդ հենց բաներ էլ ա կատարվում ժողովրդի մեջ, մենակ ես չեմ տհենց, ամեն մի գեղացի մարդ, որ աշխատանքի ղադրը գիտե, մինը մնին կոմականելու մա, մինը մնին երմիշ են անում իրանց գործը, առաջ են տալի էլի։ Վերջը, սիրելի հետևորդներ ջան, շատ զրիցով չլիմ, այսքան տեղը արագի մեջ, այս վարդերը էտեմ, ամփուշմոշի թփերն էտեմ, բայց մի բան էլ եմ ուզում ասեմ, արդյոք ձեզ հետարքրում ա իմ այս գործերը, որ ես անում եմ էլի, չգիտեմ, վլոգներում ընդհանրապես ամեն մարդ իրա գործն ա ցույց տալի, իմ գործն էլ էսա, սիրելի հետևորդներ ջան, ու եթե ձեզ հետարքրում ա, ես շարունակեմ այս ֆորմատով, քանի որ գարնան գործեր են, սկսվել ա իմ բաղուբաղջում պետք ա գործեր անեմ, կխնդրեմ, որ գրառումների բաժնում գրեք, արդյոք ձեզ հետարքրում ա այս տիպի գործերը, որ ես անում եմ իմ և ձեր համար, կսպասեմ ձեր պատասխանին, քանի որ ուզում եմ նաև այնպիսի վլոգներ անել, որ նաև ձեզ հետարքիր լինի ու չձանձրանաք նայելիս, թե չէ ինչ, ես իմ այս գործը կարամ լռության մեջ անեմ, մեր մեջ հասածել նույնիսկ ավելի արագ, չկանգնեմ, չխոսեմ, քանի որ աշխատող մարդը, որ զրից է անում, գործը կանգ առնում, դե ես սկսեմ ու հենց տհենց էլ վլոգս կավարտեմ, հենց որ գնամ սկսեմ այն մասում գործեր անելը, անկախ նրանից, ամեն դեպքում նկարահանումներ կանեմ, եթե ձեր պատասխանը դրական գա, այդ վլոգս էլ կտեղադրեմ ու նույն տեմպերով կշարունակեմ, նախապես բոլորիդ ուզում եմ շնորհակալություն ասել և իհարկե չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, տարածել, որ իմ տեղը շատերն իմանան և իմ կատարած գործերով ոգեշնչվեն, սիրելի հետևորդներ ջան, աշխատանքը վարակիչ ա, ինչպես որ ծիծաղն ա վարակիչ, ինչպես որ գրիպն ա վարակիչ, ինչպես որ լացն ա վարակիչ, ես ուզում եմ, որ իմ գործերով վարակեմ շատ շատերի, տրամադրեմ լավ գործերի, լավ եղեք, առողջ եղեք և միշտ լավ գործերի մեջ եղեք, իսկ ես արդեն իմ գործը լռության մեջ արագ կատարեմ։